Հարգելի գործընկերներ, երկրորդում եմ պարոն Կոնջյանին մենակ մի բան ավելացնեմ, էլի։ Երբ որ խոսվում է 2023 թվականին Ղարաբաղում իշխանափոխությունից ու դրան հաջորդած էթնիկ զտումից, պետք է հիշել նաև կոնտեքստը։ Հայ հեղափոխական դաշնակցությունը 2022 թվականին իր ընդունած տխրահռչակ 004 շրջաբերականում ինչ է գրել։ Դե հիշում եք այն բազմաթիվ անգամ հնչեցված հատվածները, ըստ որի իրենք ուզում էին ըստ իմ գնահատականի եւ համոզված եմ նաեւ ըստ օբյեկտիվ գնահատականի մատաղ անել Հայաստանի ինքնիշխանությունը, բայց դա մի կողմ թողնենք։ Ինչ են ասում։ Անհրաժեշտ է հաշվի նստել այն իրողության հետ, որ ռուս խաղապահների ներկայությունը հաստատի Արցախի անվտանգության երաշխավոր դարձնում ռուսական կողմին։ Հարկ է շեշտել, չէ, այս հատվածը չներողություն։ Միաժամանակ ակնհայտ է, որ որևէ արմատական խնդիր չի կարող լուծվել, մինչև չփոխվի Արցախի իշխանությունը, Արցախի քաղաքականությունը չվերադարձվի ազգային ուղեգից, չվերականգնվի Արցախի գործոնը։ Երբ որ այս մարդիկ փոխեցին Արցախի իշխանությունը, օրեր անց Լեռնային Ղարաբաղում չմնաց որևէ հայ։ Վերջ։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։